Սիրելի հոգևոր եղբայրներ, հարգարժան ներկայացուցիչներ մեր պետական իշխանության, անձինս գյուղատնտեսության նախարար պարոն Ոսկանյանին և մարզպետին պարոն Մանուկյանին և շատ սիրելի թանկագին օրը մի պայծառ օր է մեր այս շրջանի պատմության մեջ և իմ առաջին խոսքով ես ուզում եմ ձեր բոլորին հայտնել, որ մեկ նոյեմբերը Սուրբ Էջմիածնի ամենայն հայոց կաթողիկոսության պատմության մեջ պատմագրքի պայծառ էջերի մեկում պիտի արձանագրվի որպես Ռինդ գյուղի օրը մեր եկեղեցու պատմության։ Բնականորեն ես էլ զգում եմ, դուք էլ զգում եք, որ սովորական մի դեպք չէ ամենայն հայոց մի կաթողիկոսի համար գտնվել բոլոր գյուղերում։ Ես կարող էի այսօր ուղարկել մի եպիսկոպոսի, մի ներկայացուցիչի, որպեսզի ներկայացնել ձեր բոլորի առաջ մեր սրբություն սրբոց մայր աթոր Սուրբ Էջմիածինը։ Բայց պիտի ասեմ, պիտի խոստովանեմ, որ ցանկանալով ցանկացա անձամբ գալ։ Եկա առաջին հերթին ներքին մի մղումից առաջնորդված, որովհետև ես ծնվել եմ գյուղի մեջ, մեծացել եմ հողի մեջ, ջրել եմ հողը և իմ կյանքը խառնել եմ մինչև իմ 14 տարեկան լինելը հողի հետ գյուղի մեջ և կեղծքական կյանքի այլազան արտահայտություններում։ 13 տարի իմ կյանքումս ես էլեկտրականություն աստվածբանը չեմ տեսել։ Մոմի լույսի տակ եմ սերտել, ուսում արել, մախլի լույսով եմ պարտեզները երբեմն գիշերադեն ման եկել։ Գյուղը իմ մեջ ապրում է այնպես ինչպես արյունը իմ մարմնի մեջ։ Գյուղի կյանքը ինձ համար սքանչելի այն կյանքի ձևն է, որտեղ Աստծու ստեղծած բնությունը և Աստծու ստեղծած մարդը իրար հետ կշաղախվեն ու գյուղից, հողից կյանք դուրս կբերեն։ Քաղաքները բնականորեն մարդկային ընկերության զարգացման մեջ կարևոր դեր ունեն, ապա ես ապրել եմ նաև մեծ քաղաքներում, շատ մեծ քաղաքներում, բայց գյուղի հոգին երբեք չի մեռել, երբեք չի մարել իմ հոգու մեջ։ Դրա համար եկա տեսնելու ձեր գյուղի միջից ողջունելու մեր գյուղատնտեսական բոլոր շրջանները Հայաստան աշխարհում։ Այսօր այս պայծառ ու կապույտ երկնքի ներքո, այս ծյունաբաց լեռնային գագաթների, այս լեռնային շրջաբարի մեջ ես հարց եմ տալիս Աստված երկնքից ինչպես է նայում մեզ։ Ես զգում եմ, որ Աստված ժպտում է երկնքից, ձեզ տեսնելով,
ձեր այս հավատարիմ կապվածությունը մեր հողին, հայրենիքին, պետությանը և եկեղեցին։ Եվ նա, ով ժպիտ կպատճառի Աստծու արժանի զավակն է, որը մենք կյանք ենք ստացել նրանից, նա է տվել մեզ հողը, մենք մեր ձեռքով չենք ստեղծել հողը, և մեր ձեռքերը եղել են հողից կյանք անելու համար, այն առաջին խոսքերից մեկը, որն ասում է, մարդ է, որ գործե ձեռքիր, քո ճակտի կրդինքովը պիտի շահես քո կյանքը, դա է Աստծու տված պատգամը, մեր ձեռքերը եղել են այս հողից կյանք անելու համար, քիչ առաջ և դուք տապահարում էիք ձեր հայ սուրբին, մեր պետության ներկայացուցիչներին խոսքերից հետո մտքովս մի մտածում անցավ այսպես. այս ձեռքերը չեն եղել միայն զավի համար, այս ձեռքերը չեն եղել միայն ուտելու, խմելու և ծխելու համար, որքան պակասեցնեք ձեռքերի գործատությունը ձուխի համար, որքան պակասեցնեք ձեռքերի գործատությունը խմիչքի համար, որքան զորացնեք ձեռքերի գործատությունը գրիչի համար, դուք դպրոցական երեխաներ, իսկ իմ պատմական ժողովրդի զավակներ, որքան ուժեղացնեք ձեր ձեռքերի հպումը հողիկ, այնքան բադիկ կշահեք, այնքան երջանիկ կլինեք։ Մենք պետք ունենք մեր կյանքը ըմբռնելու որպես ծառայություն Աստծուն և Աստծուն հայրենիքին, եկեղեցուն, մշակույթին, դպրոցին, գիրքին, գրականության մատուցված ծառայությունն է, որ մեզ երջանկացնի։ Հետևաբար ուզում եմ նրանց էլ հայտնել իմ բարձր աստիճանի գնահատանքը և բոլոր այն անձերին, որոնք անհատապես կամ որպես կազմակերպություն, ամերիկյան կամ հայկական, իրենց բաժինը բերին այս շքեղ, այս գենիսական գործի հաջողությանը համար։ Վերջապես, ջուրը ավետարանի մեջ ամենից շատ գործածված բարերից մեկն է։ Ջուրը հացին և լույսին պես կենսական է։ Առանց ջրի, առանց հացի և առանց լույսի կյանք չէ կարելի երևակայել։ Եվ Հիսուս ինքն ասեց, ես եմ ջուրն կենդանի։ Ջուրը նյութական է, ջուրը մեր ֆիզիկական գոյության համար անհրաժեշտ է, բայց կա ուրիշ ջուր, հոգեկան աղբյուր, հոգիի ջուր, այն ջուրը, որ երբ մարդ կխրգմբե, այն գիտակցությունը, այն գաղափարը, այն հավատքը, այն սերը, այն զոհությունը, որ մարդս կգենտանացնե, գենտանի ջուր է։ Մենք այլապես միս ու ոսկոր ենք, միայն ֆիզիկական գոյություն ենք, միայն ուտել խմելու, հաջողանալու և մեռնելու կյանքի ընթացք ունենք, ոչ եղբայրներ քույրեր, կյանքը հոգեկան ապրումների, մտավորական ապրումների բայեր են։ Եվ դրա համար այնքան ուրախացա այսօր, երբ քայլելով այս գյուղի զանիվերը բարձրացա և տեսա այս երեխաներին, դուք սիրելի դպրոցականներ, այնքան ուրախացրեցիք։ Ես ուզում եմ, որ ձեր դեմքերի վրա միշտ ժպիտ լինի, միշտ, նույնիսկ ցավի մեջ։ Ժպիտը Աստծու ներկայությունն է։
կյանքը որպես կատողոս աթորի գրասենյակի ես ուզում եմ լինել կատողոս ժողովրդի եկեղեցու եւ այսօր եկել եմ այս օրը ցես նվիրելու որպես Աստծու թարգմանությունը ձեր կյանքում եւ այս ջուրը լինի ոչ միայն նյութերեն ջուր ձեր հողերը ռոռոկելու համար, այլ այս ջուրը լինի նաեւ հոգեվոր, բարոյական, ազգային, մշակութային վերանորոգում այս երեխաների համար եւ գալիք սերունդների համար։ Ահա թե ինչ մտածումներով ես այս օրը ողջունում եմ ձեր կյանքի մեջ որպես պատմական մի օր շրջադարձային մի օր եւ ձեր միջից ամբողջ մեր Հայաստան աշխարհի գյուղի բնակիչներին իմ պատմական եղբայրներին եւ քույրերին ասում եմ հալալ լինի ձեր վաստակը մի թողեք երկիրը կապեցեք դարձեք եւ զանգեցեք բծխատեր դարձուցեք այս փողը որպեսզի մեր բարեկամները դրախանան եւ մեր թշնամիները դխրեն